Ողջույն բժշկուհի ջան, Ողջույն։ մի քանի հարց ունենք ձեզ։ Կփորձեմ սիրով պատասխանել։ Հնարավոր է արդյոք հղիություն, երբ կինը կրծքով կերակրում է եւ դաշտան չի տեսնում։ Կրծքով կերակրման ժամանակ կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունները բերում են նրան, որ ձվազատում տեղի չի ունենում։ Սակայն սա 100%-անոց հակաբեղմնավորիչ մեթոդ չի կարելի համարել, որովհետև ինչ-ինչ պատճառներով որևէ ժամանակ անց կնոջ մոտ տեղի ունենում ձվազատում եւ գրանցվում է հղիություն։ Ուստի կինը երբ կրծքով կերակրում է եւ դաշտան չի տեսնում, այո, կարող է հղիանալ։ Ծննդաբերությունից ինչքան ժամանակ հետո է խորհուրդ տրվում պլանավորել հաջորդ հղիությունը։ Բնական ծննդաբերության դեպքում 1.5 տարի, կեսարյան հատումից հետո 2 տարի ամենաքիչը պետք է անցնի եւ կինը նորից պլանավորի հղիություն։ Սակայն եթե կնոջ մոտ նկատվում են գինեկոլոգիական կամ որևէ սոմատիկ հիվանդություններ, այս թիվը կարող է փոփոխվել։ Երբ պետք է դիմել բժշկի, եթե հղիություն չի գրանցվում։ 20-ից 35 տարեկան կանայք, ովքեր առանց հակաբեղմնավորիչ միջոցների կանոնավոր հարաբերություն են ունենում, մինչև 1 տարի սպասելուց հետո պետք է դիմեն բժշկի։ 35-ից 40 տարեկան դեպքում այս ժամկետը նվազում է, կրճատվում է մինչև 6 ամիս։ 40 եւ բարձր տարիքի կանանց խորհուրդ ենք տալիս անմիջապես դիմել մասնագետի հղիություն պլանավորելիս։ Շնորհակալ ենք շատ։ Խնդրեմ։